մենք հասկանալով հավաքույթ գանք, հասկանալով Աստծո խոսքը լսենք, իմաստություն առնենք ու հավիտենական կյանքը ձեռք գցենք, ժառանգենք, որ հրեշտակը, որ ասում է հայտնության գրքի մեջ, որ ասում է, եթե անունդ ստեղ գրված չեղավ, փրկություն չկա։ Կյանքի գրքի մեջ ասում է, ում անունը որ գրված եղավ, գրված չեղավ, գծվեցավ ծծմբելիճը։ Եղբայրներ, քույրեր, փրկությունը հեշտ հասարակ է, բայց աշխատանք է պետք որ մտնես։ Պետք է այդ ծրագրի մեջ ներառվես ու պետք է համապատասխանես այդ ստանդարտներին։ Այն որ ասում են մինչև մազի ծերը ստուգում են լեզվի տակից հետ քանդում են փոխաբերական իմաստով, բայց ամեն բան հաշվի առնելու, անգամ դատարկ խոսքը։ Եվ մանավանդ մեր համար հեշտ հասարակա, որովհետև գիտենք ճամփան։ Հիսուսն ասեց, հորն էլ գիտեք ճամփանել։ Փիլիպոսն ասեց, մենակ հորը ցույց տուր մեզ ու հերիքա։ Բայց հերիք չի այդքանը։ Դու պետք է ապաշխարես, որ կարանաս մտնես ընդեղ։ Եթե դու այդ անզեղծ սրտով ուզում ես մտնես, դժվար է լինելու։ Պետք է մենք փոխվենք ստեղ, դառնանք Աստծո կամքի համաձայն մարդ, որ կարանանք փրկվենք։ Այդ բանի Իսրայելի ժողովրդին ինչու համար Աստված հանեց անապատը։ Նրանք պետք է ապաշխարեին իր ուզած ձևի դառնային, Աստծուն ճանաչեին, Աստծու ուզած ձևի մարդիկ պետք է դառնային, որ Քանանի երկրում կարանային ապրեն։ Ամեն րոպե կասկածում էին։ Մենք չենք կարող այդ մարախների նման ենք, նրանց հետ ոնց մենք կպատերազմենք, բայց Աստված է պատերազմողը, դու ինչ գործ ունես։ Քոնն է նա, Աստված ոնց ասում է, նենց անես։ Եվ ընդհանրապես մարդկային բնույթն այնպիսին է, որ կողքին ինա նայում, այն մեկին է նայում։ Այն օրը մի հատ աղջկա ասի բանը ապաշխարություն է պետք էլի մարդկանց։ Մարդին ապաշխարություն է պետք որ փրկվի։ Ասեց, դե այն մնացածը ոնց կլեն, նենց էլի ես։ Ասի այն մնացածը ամեքը մի տեղով փախնելու են, դու մնալու ես գերի։ Նրանք կարող ազատվեն, դու չազատվես։ Դու գերի մնաս։ Դու չփրկվես։ Նրանք կարող է փրկվեն։ Մեզ հայտնի դեպքը կարդալու եմ, որ երբ որ հրեաները շնացող կնոջը բերին Քրիստոսի մոտ, Հովհաննեսի 8-րդ գլխի 4-րդ խոսքից կկարդամ։ Վարդապետ Էսկինը բռնվեցավ հայտնապես շնանալիս։ Եվ օրենքում ու Մովսեսը պատվիրեց մեզ, որ այսպիսիներին քարկոծեն։ Հիմա դու ինչ ես ասում։ Բայց սա անում էին չարախոսելու համար։ Նրանց սկի պետքան հետաքրքիր էլ չէր, կտանեին մի ուրիշ տեղ քարկոծելով կսպանեին։ Դա չէր խնդիրը։ Հարցը նա էր, որ Քրիստոսի վրա բան գտնեն։ Հայտնապես ինքը շնության մեջ բռնվեցավ։ Իրանք թաքուն իրանց կարելի է, բայց
նա հայտնապես էր։ Իրանք սա երևի թե բոլորն էլ այդ աղջկա նման էին, բայց նրանց ասող չկար, որ խի ես անում։ Իրանց կարելի ամեն ինչ։ Իրանք սաղ ճիշտ են անում, ինչ էլ անում են ճիշտ են անում։ Թեկուս այդպիսի բաներ են անում, բայց ճիշտ են անում։ Ուրիշը իրանք չունի, բայց իրանք ունեն։ Ուրիշը սխալվեց 100 ձևի բան կսարքեն գլխին։ Տենց մի հատ խոսք կա է, որ ասում է փեշիտ քարը թափի բարկացած մարդին կամ մեկի հանդեպ, որ չարացած է, ասում են փեշիտ քարը թափի։ Մտածելակերպդ փոխի, աչքիդ շուղը գերանը հանի, բայց դժվար է դա եղբայրներ քույրեր։ Քրիստոսն այդ կնոջն ասեց գնա էլ մեղք չգործես։ Դու արել ես, չիմանալով ես արե կամ իմանալով ես արե, ոչինչ, բայց էլ չանես։ Ես կներեմ, մի պայմանով, որ էլ չանես։ Բայց դու եթե ամեն օր նույն բանի, նույն վիճակի մեջ ես, այս անգամ էլ վերջինը, այն անգամ էլ վերջինը, ու թենց շարունակ։ Ես հիշում եմ, որ ուզում ենք չծխենք, ընկերներով պայմանավորվում էին, գորեքուցվանից չենք ծխում։ Տո գրազ էինք գալի, տո չգիտես, սպոր էինք գալի, երթվում էինք, բաներ էինք անում։ Չեր ստացվում, ասում էինք, ես մինը ծխենք ու էլ չենք ծխի։ Ու թենց շարունակվում էր էլի։ Չեր ստացվում, որովհետև ստույգ որոշում չէինք կայացնում։ Մի հատ շատ վտանգավոր բան էլ կա, որ մենք շատ ժամանակ հաշվի չենք առնում, հետաձգելու պահը։ Այսօր չեմ անի, վաղը կանեմ։ Հիմի չէ, հետո կանեմ։ Էքուցվանից կամ մի ամիս հետո, այս տարին էլ անցնի կանեմ։ Սա մի սատանայի խապկանք է, եղբայրներ քույրեր, որ մեր գլխի տակ փափուկ բարձրացնում, փոխաբերական եմ ասում։ Որովհետև տեսեք ինչ ա գրված Ֆիլիպեցիս 2-րդ գլուխ 12 խոսքից եմ կարդում։ Ուրեմն իմ սիրելիներս, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունումը, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունումը, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը, որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն ու անելն էլ իր հաճության պես։ Տերը թող մեզ օգնի, այնպես չմտածենք, որ ոնց որ մնացածները այնպես էլ մենք, ոչ։ Դու տարբեր ես բոլորից, ես բոլորից տարբեր եմ, մեկը չկա իրար նման, տոչնի միանման, թենց բան չկա, ամեկներ տարբեր են, ու ամեկից էլ Աստված տարբեր ձևի է ուզում, պահանջում, ամեկից իրա կարողության չափով է պահանջում, չպատկերացնես, որ քու ուժից վեր բան պահանջի Տերը, ինչ որ ուզում է, քու ուժերի սահմաններում է, դու եթե ուզենաս կանես, ուղղակի չես անում, դուք չեք ուզում ինձ գաք, որպեսի կյանք ունենաք, քու ուզելն է ստեղ խնդիրը, թե չէ Աստված մնացած հարցերը սաղ լուծել է,
Արդյոք գնահատում ենք մենք եղբայրներ քույրեր։ Իմ փոխարեն արելա Տերը։ Իմ փրկությունը իրագործել է։ Ես չեմ ուզում բեր ունեմ։ Դե չես ուզում ով ինչ անի։ Դու դի կրակի մեջին վառվես։ Կողքինդ չի վառվելու։ Այն որ ասում է ատամի ցավը տանելի է, եթե քոնը չի։ Թող Տերը մեզ օգնի սթափեցնի եղբայրներ քույրեր։ Եկեք աղոթ քանենք։ Տերը թող ազատի մեզ ամեն իրան անհաճելի բաներից, փառքես Քրիստոս։